Բայց մեր օրակարգից, որ ունիսի 7-ի իշխանափոխությունն է, չշեղվենք։ Այսինքն հետը չմտնենք այն կարգի վեճի մեջ։ Բայց իր պատասխանը ինքը պիտի ստանա, այսինքն ինքը միանշանակ կացնեմ ձեզ, ուրեմն միանշանակ հստակ շատ կոպիտ քաղաքական պատասխանը ստանա։ Բայց դիմությունը շարժվի, շունը հաչում է, քարավանը շարժվում է տրամաբանությամբ։ Չէ, մյուս կողմից էլ ընտրողները տեսնում են, ասում են, այս մարդը կարող է իր ասածի մեջ ճշմարտություն կա, եթե պատասխանները չի ստանում կամ ասում է, այս մարդը մի բան գիտի, որ վերակենում Ես չեմ ասում։ Ընդ որում, հələ ասենք Ես ասում եմ պատասխան պիտի տրվի։ Բայց օրակարգից շեղվել։ Առանց օրակարգից շեղվելու։ Արդյոք համարժեք պատասխան տրվում է հիմա եւ ի՞նչն է հետաքրքիր, որ իրականում այս հարցը սկսեց այսպես ասած Ռոբերտ Քոչարյանը, որ ասեց համբալա եւ կզածա։ Չէ, դրանից առաջ արդեն Նիկոլ Փաշինյանը սկսել էր, այդ մոռացել եք, որ դրանից առաջ որովհետեւ շատ լավ, շատ པարզ ասեմ, որևէ ընդդիմադիր ուժի չեմ ուզում վիրավորեմ։ Բայց པարզա, որ իշխանությունն ու այս երեք ուժերի հարաբերակցությունը այդ է որոշել ընտրության ելքը ու իշխանության հարցը Հայաստանում շատ ակնհայտ է, չէ՞։ Բոլոր կուսակցությունների նկատմամբ հարգանքով հանդերձ մյուս կուսակցությունները, եթե նույնիսկ անցողիկությունը հաղթարելու շանս ունեն, իշխանության ձևավորման պայքարին մասնակցելու շանս չունեն։ Դրա համար ասենք մեծ հաշվով ինքը թիրախավորել է այս երեքին։ Եվ ինքը այդ Գյումրու մոդել, որ ասում են, այդքան Գյումրիի մոդել, հենց նրանց սարսափում են դրանից։ Իրանք ամեն ինչ անում են, որ այս երեքից մեկին չեզոքացնեն։ Նախապատրաստական աշխատանքներ են տանում, ուղիղ ասենք, որովհետև վախենում են, որ ի վերջո այս երեքի համախումբը կգերազանցի իրենց ստացած քվեները։ Հետո քանի տրարշավը թափ է հավաքում, մի հատ շատ հետաքրքիր բան է բացահայտվում, որ այս մարդը եթե 21-ին ինչ-որ ասելիք ուներ, են թղթի հետևում էր թաքնվում նոյեմբերին, Արցախ ինքնորոշում, բանտես բաներ էր խոսում, ես մնամ տեր կանգնեմ նոյեմբերին։ Հետո իհարկե Հարություն Աշյանով հակառակը արեց, հիմա ընդհանրապես բան չունի խոսալու։ Ամերիկացիք առանձնապես ակտիվություն չեն ցուցաբերում, են տրիպից խոսալը անիմաստը։ Ակնհայտ է դա, էլի որ չկա այդ։ Տեսեք, տրիպը ինքը որպես պրոյեկտ Մշուշի մեջ է թաղվել, ու հարցականել է այդ Մշուշից դուրս գալու է, թե չէ, որովհետև Իրան-ամերիկյան պատերազմից հետո ակնհայտ է մի բան, որ եկեք երկու հնարավոր ելքեր այդ հակամարտության դիտարկենք, եթե Իրան Իսլամական Հանրապետությունն է հաղթում կամ վիճակը մնում է այսպիսին, որ փաստացի Իրան Իսլամական Հանրապետությունն է հաղթել, այդ պարագայում իր հարևանությամբ ամերիկյան ոչ մի ենթակառուցվածք Իրանը չի հանդուրժելու եւ թիրախավորելու է։ Եթե Աստված մի արասը հաղթում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, թրիփել իրականացնում են հանուն ինչի է, թրիփ իրականացնում են իրանք Ռուսաստանի եւ Իրանին մեկուսացնելու նպատակով։ Եթե ասենք Իրանում խնդիրը լուծում է, թրիփ սարքում է, ինչ անում։ Այսինքն թրիփը այնքան մշուշտերի մեջ է, որ ինքը շատ լավ հասկանում է, շատ լավ հասկանում է նաև, որ ենթագիտակցորեն հասարակությունն էլ է դա հասկանում, որ այդ թրիփը առնվազն այս պահի զրույցի թեմա չի, առնվազն այս պահին վաճառվող ապրանք չի, այսպես ասենք, քարոզչական, հա։ Դրա համար ինքը կենտրոնացել է եւ ավելի շատ խոսում է բանի մասին, պիտակավորման դիմադիր լիդերներին եւ տարբեր սցենարներ այնց թվում է ինքը դիտարկում ամենայն դեպս նորից բան ենք հստակեցնենք ինքը դա ծրագրավորած ունի իր մեջ որ պիտի դա անի ուղղակի հարմար պահը ոչ թե պորտկում շատ լավ ընդամենը երկու օր ինքը քարոզ արշավին շատ հանգիստ է հետևել առաջի բացեք քրոնոլոգիան նայեք ԿՊ քարոզ արշավի առաջի երկու օրերը առանց թիրախավորումների են ինչ ասում էին ինքը հանգիստ խոսում էր լսում էր Հետո ինքը հանգիստ իր ինչ-որ ծրագրերից էր խոսում, այդ առողջապահության ապահովագրության համակարգ էր ֆետիշացնում, այդ թոշակառուների են 10,000 եւ այլն, ինչ-որ իրադարձություններ եղան, իսկ դա համընկավ ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի զանգվածային հավաքների հետ, ասենք մենք Աբովյանում արեցինք, Քոչարյանը միատուր տեղ արեց, Էշմիածնում արեց, ուժեղ Հայաստանը այգում։ Դրանից հետո ինքը անմիջապես ակցենտները փոխեց եւ հատկապես Երևանում ինքը շատ ավելի ագրեսիվ է լինում, քան մարզերում։ Ինչու՞։ Որտեղ դիմադրություն կա Երևանում դիմադրությունը ավելի մեծ է եւ Երևանում իր համակիրների թիվը անհամեմատ փոքր է։ Առնվազն Երևանում մարդիկ ամաչում են իդենտիֆիկացվում են որպես նիկոլական։
Այդ խնդիրը կա։ Իհարկե մի հատ էլ խնդիր կա, որ ընդդիմությանը պետք է ուզի։ Այդ որ Երևանը տոտալ Նիկոլ Փաշինյանին մերժում է, դա ակնհայտ է։ Բայց որ Երևանը դերևս չի արթնացել։ Ճիշտ է։ Ու բավականին пассив է Երևանը, դիտորդի կարգավիճակով է հետևում բոլորիս ակցիաների, դա էլ է փաստ։ Դե դրա համար եմ ասում, եթե մենք նախորդ զրույց հանդիպման ժամանակ էլ չէ խոսեցինք, եթե այդ էներգիան չխտացնեն հարմար պահի համար ընդդիմադիրները եւ դրա համար էս համարժեք իրենց ծրագրից չպիտի շեղվեն, բայց համարժեք պատասխաններ։ Ես ասում եմ, համարժեք պատասխան ու ամեն ինչ անել, որ ընտրողների թիվը առնվազն 100,000-ով ավելի լինի 2021-ի։ Անիմաստ է Նիկոլ Փաշինյանի էլեկտորատի վրա աշխատելը։ Այնտեղ այլևս այնպիսի մարդիկ են մնացել, որ կամ վախի կապանք չեն կարող հաղթահարել, կամ կրթական, բարոյական, սոցիալական այնպիսի ցենզ ունեն, որ Նիկոլից բացի ուրիշ հերոս չունեն։ Դուք ասեցիք, սա ինքը անում է, որտեղ ինքը ուրիշ բաներ ունի ծրագրած, ինչ ունի ծրագրած։ Ռեպրեսիվ քայլեր ես գրեթե վստահ եմ, Այս հայտարարությունները միանշանակ, բա ինքը հիմքեր է ստեղծում, այդ կեղծ քարոզչական բաները, որ տարածում են իբր մասկեկով։ Գիտեք, այդ այնքան ծիծաղալի է, ընդհանրապես ցանկացած ահաբեկչություն դատապարտելի է կամ բռնություն, բայց ընդհանրապես նման բան անողը երբ եք տեսել անուսավորի նախորոք։ Դուք տես բան ահաբեկչական ակտ եք, ասենք բանը, տես բան չի կա, այն էլ էս տեխնոլոգիաների դարում։ Այսինքն պարզ է, չէ, որ այդ անում է, մի քիչ առաջ էլ ասել են ինչ-որ դրսից ռուբլիա մտե բանը մաքսակետում բռնել են, հիշում եք, տես մի պատմություն էլ կար, այս ընտրակաշարքների գործերը, բա հենց այնպես որ լրտես չի ասում։ Այսինքն ինքը նախապատրաստում է ինչ-որ ռեպրեսիվ հարվածներ, ըստ երևույթին մի քանի սցենար ունի։ Համենայն դեպս տեսանելիորեն ինքը 3 այս ուժերի խորհրդանում հայտնվելու հեռանկարից վախենում է։ Որովհետև ընտրողների մասնակցությունը եթե բարձր եղավ, ասենք եկավ 1,300,000-ը գերազանցող մարդ։ Այդ դեպքում 3 իրար հետ անցնելը նշանակում է Նիկոլ Փաշինյանի էլեկտորալ բազան փոքրանում է, ինչքան ընտրողների թիվը մեծացավ։ Դառնում է վիճակը իր համար անվերահսկելի։ Դրա համար ինքը ամեն ինչ անում է հասարակությանը ահաբեկելու համար, ընդդիմադիրների վախն է չափում եւ այլն եւ այլն։ Հիմա էսա վիճակը, սրանից ոչ թե պետքա խուճապի մատնվել կամ վախենալ, բանը, ի վերջո ինքն էլ լավ ուրիշ չի, որ ցես բաներ անում։